Նույնիսկ ես ձեզ ասում եմ, որ 92 թվականին մարդը հրաժարական է տվել, տեղափոխվել Հայաստան բուժման նպատակով։ Բուժման նպատակով։ Նայած հետո պատերազմից հետո մի 10 տարուց հետո է որ նա եկել, այդ մարդը եկել է Ղարաբաղի։ Մի ուզում եք չափազանցրած ասեք, ուզում եք ոչ չափազանցրած, սա փաստ է։ Դե պատմության մեջ մնացել է Շուշին ազատագրող։ Նույնիսկ եմ կրկնում, Շուշին ազատագրումը ես ձեզ բացատրել եմ։ Շուշի ուղղությունից, բոլոր ուղղություններից, բացի թիկունքից, որտեղով մենք ենք մտել, ես անձամբ գնացել եմ, մնացած աչից, ձախից, թևերից հետ են քաշվել մերոնք։ Հիմա դուք համարեք հերոսություն եւ այլ օպերացիան մշակել եմ ինքս, փոխել եմ ես, թիկունքի մաս չի եղել այդ օպերացիայի, ես եմ մտցրել, դեմից գալացողները դա կրակ շեղող են եղել, կրակը վերցրել են իրանց վրա։ Թիկունքում արել են այն ինչ որ արել են եւ ավարտվել է ամեն ինչ։ Հիմա դուք ինձ ասում եք, չէ, տես մի ասա որ կամանդոս չեմ ասում, ես ասում ասեք այն ինչ որ կա։ Ես էլ ասել եմ այն ինչ որ կա, քարտեզա գրել եմ, գիրք եմ գրել, Հենրիկ Խաչատրյանը գիրքը գրողը տարել է կամանդոսի մոտ այդ քարտեզը, այդ գրածը, ծանոթացել է, մարդը ասել է, այո, ոնց գրել է, տենց է եղել։ Դուք էլ անունը հարսանիք լեռներում չեք դրել։ Տենց բան գոյություն չունի։ Այդ մեր երևակայությունն է վառ։ Այո, ձեզ հեքիաթ եմ պատմել, դուք էլ հավատացել եք։